Մարտի 7-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու համար, հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը եւ դրանց լուծումների նախանշումը երկուստեք օգտակար կլինեն։ Մենք շատ կարևորում ենք տարեսկզբյան այս մեր համատեղ վերլուծությունները նախ կատարած աշխատանքի եւ նոր նախաձեռնությունների ու մարտահրավերների ուղղությունների ուրվագծումը։ Մենք այս տարի, պարոն նախարար, կենտրոնացել ենք առաջնահերթ բոլոր հանցագործությունների շատ հասցեական եւ արագ բացահայտմանը, նախաքննության իրականացմանը եւ դատարան ուղարկելուն։ Պարոն նախարար, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձրել բանակում կարգապահությանը, նաեւ ես շնորհակալ եմ, որ ձեր հրավերով ես մի քանի վարպետաց դաս եմ, մեկն անցկացրել եմ, եւս մի քանիսը կանցկացնեմ մեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում։ Մեր նպատակը մեկն է, որպեսզի ենթամշակութային դրսևորումներ նվազեն բանակում եւ սպայական առաջնորդությունը լինի, հրամանատարական առաջնորդությունը լինի մեր եւ ձեր համատեղ աշխատանքի արդյունքը բանակում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Գործընկեր կառույցների այս համագործակցությունը էական դերակատարում է ունենում շարքերում համագործակցությունը ավելի ինտենսիվացնելու համար, որովհետև մենք սրանով նաև ցույց ենք տնում, որ գործընկերային համագործակցությունը ամենաառաջնայինն է եւ բանակում կարգապահությունը նոր մակարդակի բերելու եւ բարձրացնելու համար մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր համագործակցությունը եւ իհարկե ողջունում եմ, որ դուք քայլեր եք ձեռնարկում նաև զինվորական դատախազության տարբեր օղակների ավելի մոտ դարձնելը մեր զինվորական օղակներին։ Իհարկե զինված ուժերում շարունակում են լինել խնդիրներ, ցավալի դեպքեր, այդ թվում նաև մահվան դեպքեր, եւ ինչպես նշվեց, այո, դրանց բացահայտումները շատ կարեւոր են ու էական է, որ վերջին տարիներին մենք չունենք չբացահայտված դեպքեր։ Բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է, որ մենք մեր աշխատանքով կարողանանք կանխել այդ դեպքերը եւ ես պիտի նշեմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության ակտիվ ներգործության պայմաններում բազմաթիվ դեպքեր են բացահայտվել եւ կանխվել, որը կարող է բերել ցավալի հետևանքների, բայց հետեւական աշխատանքը պիտի չդանդաղի եւ գործընկեր կառույցների այս համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի բանակը օր առաջ դառնա ավելի կարգապահ։ Հանդիպման ընթացքում զինվորական դատախազության 2024 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։ Ամփոփման ավարտին Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից խաղաղության կոչ է արել։ Նա Բաքվի մեկուսարանից հեռախոսազրույցի միջոցով ընտանիքին է փոխանցել իր խոսքը, որը ձայնագրվել եւ հրապարակվել է։ Հարգելի հայրենակիցներ, ես այսօր մարտի 5-ն է։ Ես ուզում եմ ձեզ խոսք ասեմ որպես Ռուբեն Վարդանյանը, այնպես ոնց որ ես կամ հայ ոգով, ռուսերեն մտածող, խոսող աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին բոլորին սիրող եւ ինքնակրթվող եւ ծառայող Աստծուն։ Ես լավ վիճակում եմ, առողջությունս նորմալ է, ոգով ուժեղ եմ։ Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ։ Սա գիտակցված որոշում է։ Դատը պետք է լինի բաց, միջազգային դիտորդների ներկայությամբ։ Դատում եմ ոչ թե ինձ, այլ բոլոր հայերին։ Եթե դա օգնի խաղաղության հաստատմանը, պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը։ Վարդանյանը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ ցավ է պատճառել եւ շեշտել, որ չարին չարությամբ պատասխանել չի կարելի։ Նա երախտագիտություն է հայտնել բոլոր աջակիցներին եւ ընդգծել, որ միայն արժանապատիվ ու ուժեղ հասարակությունները կարող են հասնել իրական խաղաղության։ Վարդանյանը կոչ է արել չտրվել հուսալքությանը, այն անվանելով ամենասարսափելի մեղք։
Գանգատ կա։ Առաջնային բուժօգնության օղակ դիմող քաղաքացիները հաճախ են գանգատվում, որ պոլիկլինիկայի տրամադրած այս կամ այն դեղամիջոցն արդյունավետ չէ։ Բարդ իրավիճակում է հայտնվում եւ բժիշկը, եւ իհարկե բուժառուն։ Լինում են դեպքեր, երբ պոլիկլինիկական ծառայության կողմից առաջարկվող պրեպարատները այլևս իրենց ամենամաքսիմալ դեղաչափերով չեն կարողանում հասցնել թիրախային բուժմանը եւ կարիք է լինում այլ դեղորայքների ներմուծման։ Այս փուլում պետության ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետ ունեցող ու սիրտանոթային հիվանդությունների խմբում ընդգրկված մարդիկ են, որ անհրաժեշտ դեղը ձեռք բերելու համար ստիպված չլինեն ապարդյուն դեղատնից դեղատուն անցնել, կանգնել, էժանը թե արդյունավետը ընտրելու խնդրի առաջ կառավարության որոշմամբ պիլոտային ծրագիր է մշակվել։ Սիրտանոթային խմբերում ընդգրկված եւ շաքարային դիաբետի խմբում ընդգրկված դեղերը մեր բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար էլեկտրոնային դեղատոմսը բժշկի կողմից դուրս գրվելուց հետո քաղաքացին միանգամից կարող է անվճար եւ արդյունավետ պայմաններով ստանալ այն դեղը, որը որ դուրս է գրվել էլեկտրոնային դեղատոմսով։ Փոխհատուցվող դեղերի ծրագրին միացած դեղատների ցանկը կհրապարակվի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։ Կսահմանվի նաև փոխհատուցվող գումարի չափը։ Քաղաքացին կկարողանա ձեռք բերել այն դեղերը, որոնք պոլիկլինիկան մինչև այդ չէր տրամադրում։ Կվերահսկվի դեղատոմս դուրս գրելուց մինչև դեղը ստանալու շղթան։ Ծրագրում ընդգրկված դեղատները կպարտավորվեն ունենալ անհրաժեշտ պրեպարատը, կհետևեն նաև գների զսպմանը։ Նախորդ պարագայում, երբ որ իրենք պոլիկլինիկաների միջոցով էին դա ձեռք բերում, մրցույթի միջոցով էր իրականացվում եւ շահում էր այն դեղը, որը որ ավելի էժան էին տրամադրում մատակարարները։ Այս դեպքում քաղաքացին ունի ավելի մեծ ընտրություն եւ այդ մեծ ընտրության մեջ նա կարող է ընտրի իր այն դեղը, որը որ ինքը տարիներ շարունակ ստանում էր։ Մենք տվյալ պահին ունենք նոր սերնդի հիպոգլիկեմիկ պրեպարատներ, որոնք բավականին արդյունավետ են եւ թույլ են տալիս բավականին ցածր դեղաչափերով հաճախ մինիմալ դեղաչափերով հասնել այնպիսի էֆեկտի, ինչպիսին որ դժվար է լինում հասնել նախկինում պոլիկլինիկական ծառայության կողմից տրամադրվող մի քանի պրեպարատների միաժամանակյա օգտագործման պարագայում։ Անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերել ոչ միայն անհրաժեշտ դեղը, այլև ազատվել ավելորդ անհարմարություններից։ Դուրս կգրվի երկարաժամկետ դեղատոմս եւ քաղաքացին ուղղակի կմոտենա դեղատուն, կվերցնի այն։ Կամ դեղեր, որոնք եթե այդ փոխհատուցվող գնից առավելագույն չափ են, այստեղ քաղաքացիները այդ դեղը ընտրելու դեպքում իրենք պետք է ուղղակի կատարեն որոշակի համավճար։ Այդ համավճարի չափը չի կարող գերազանցել դեղի արժեքի 50%-ը։ Անցած տարի կառավարությունը պոլիկլինիկաներին 2.1 միլիարդ դրամ էր ուղղել դեղերի գնման համար։ Միայն շաքարային դիաբետով հիվանդների համար անհրաժեշտ պրեպարատների գնումն արժեցել է 360 միլիոն դրամ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ պիլոտային ծրագրի ընդլայնման նպատակով։ Կսկսի գործել ապրիլի 1-ից։ 2022-ի բումից հետո Հայաստանում բնակարանների վարձակալության գները նվազել են։ Պահանջարկն այսօր համեմատաբար ցածր է։ 3 տարի առաջ բնակարանների վարձի գնային բարձրացումը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով։ Մասնագետը դեպի Հայաստան հոսքի 2 ալիք է ներկայացնում։ Առաջինը պայմանավորված էր հիմնականում IT-շնիկներ եկան, պայմանավորված էր, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցրեցին արևմտյան երկրները եւ շատ IT կամպանիաներ, IT-շնիկներ, որ դրսի հետ էին իրանք աշխատանք կատարում, Ամերիկայի համար էին պատվեր կատարում կամ եվրոպական երկրների ծրագրավորողներ էին։ Իրանք ուղղակի չկարողացան Ռուսաստանում աշխատեն, քանի որ իրանք գումարային փոխանցումները, այդ վիզա քարտ, քարտերը սառեցվեց, SWIFT կոդը սառեցվեց, իրանք ի վիճակի չէին աշխատել Ռուսաստանում, մասամբ եկան մի մասը Հայաստան։ Իսկ երկրորդ ալիքը պայմանավորված էր Ռուսաստանում զորակոչով։ Գալով Հայաստան նրանք սկսեցին վարձակալել բնակարաններ։ Ըստ այդմ պահանջարկը մեծացավ, գները բարձրացան։ Արդեն որոշ ժամանակ անց հեռացան Հայաստանից, իսկ վարձով տրվող բնակարանները շատացան, արդյունքում գներն իջան։ Վարձակալությունը, որ թանկացել էր, մարդիկ գնում են, որ ավելի թանկ վարձով տան։ Շատ մարդիկ իրանք բնակարան ունեին, բայց ասում են կառնենք որպես ներդրում, շատ լավ ներդրում է, գները բարձրանում են, կառնենք շենքը մինչև ավարտեն, համ գինը կբարձրանա, համ էլ թանկով վարձով կտանք բարձր գնով։ Հիմա առաջարկը շատ է մեծացել, որովհետև այդ շենքերը արդեն հանձնվել են շահագործման, իսկ ռուսները որ պետքա վարձեն, իրանք արդեն հետ են գնացել մեծ մասամբ կամ մի մասն է գնաց եվրոպական տարբեր երկրներ։ Ըստ մասնագետի առողջ տնտեսական վիճակ է, գների անկումը նորմալ երևույթ է։
2024 թվականին Հայաստանում գրանցվել է 12529 անշարժ գույքի վարձակալության գործարք, որը 2023-ի համեմատ 5%-ով ավելի է։ Գրանցվածներից միայն 597-ն է բնակարանների վարձակալության գործարք։ Այս գույքերից ավելի շատ վարձակալվել են հասարակական նշանակության շինությունները, հիմնականում ստեղ առյուծի բաժինը հենց այս օբյեկտներինն է, որովհետև սրանք հիմնականում իրավաբանական անձանց միջև են եւ ավելի շատ ցուցանիշներ մենք ստեղ ենք տեսնում։ Հասարակական նշանակության օբյեկտների վարձակալությունը եւս աճել է 2023-ի համեմատ 12%-ի կարգի աճ ունենք այստեղ։ Հողերի վարձակալությունն է երկրորդը կշռով ավելի մեծ, հողերի վարձակալությունն թվային ցուցանիշներով 3500-ի կարգի հողերի վարձակալության գործարք ունեն գրանցված։ Ընդհանուր վարձակալության գործարքներն ամենաշատը գրանցվել են Երևանում, ամենաքիչը Վայոց ձորում։ Նշված բոլոր թվերը, սակայն ամբողջ իրականությունը չեն արտացոլում։ Պատճառն այն է, որ ոչ բոլորն են գրանցում իրենց գործարքները։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը չի ծանուցել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին, եւ Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, այլ պարզապես սառեցրել է իր գործունեությունը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարն այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, ընդգծելով, որ Հայաստան-ՀԱՊԿ իրավիճակը կկարգավորվի եւ այդ առումով Երևանի եւ Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ եթե մինչեւ 2025 թվականի վերջ Հայաստանը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր մասնաբաժինը, կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, նշելով, որ ՀԱՊԿ չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրի շուրջ։ Եվրոպան պետք է դառնա ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու իր պաշտպանության համար եւ ավելի լավ պատրաստված դիմակայելու մարտահրավերներին, ասվում է ամփոփիչ հայտարարության մեջ։ Եվրամիության առաջնորդներն աջակցություն են հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած ծրագրին, որի համաձայն եվրոպական կարիքների համար նախատեսվում է մինչև 800 միլիարդ եվրո հատկացնել։ Նշված գումարից 150 միլիարդ եվրո կներգրավվի որպես վարկ, օդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր եւ այլ զինատեսակներ ձեռք բերելու նպատակով։ Եվրամիության գագաթնաժողովին հայտարարվել է, որ Եվրոպան պետք է ինքնավար կերպով պատասխանի բոլոր կողմերից անվտանգությանն ուղղված մարտահրավերներին։ Եվրամիության ղեկավարները որոշում են ընդունել Եվրոպական ներդրումային բանկը վերակողմնորոշել ռազմական ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ։ Առաջնորդները նաեւ պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է։ Լրատվամիջոցները գրում են, որ Եվրամիության 26 առաջնորդ հաստատել է նաև Ուկրաինայի վերաբերյալ եզրակացությունը։ Հունգարիան հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, տարբերությունն այն է, որ մենք կարծում ենք, թե խաղաղության ճանապարհն Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացումն է։ Հունգարիան մեկուսացրել է իրեն այս կոնսենսուսից, նա միայնակ է։ Մեկ երկիրը սակայն մեզ բաժանել չի կարող, 26-ը միասնական են իրենց դիրքորոշմամբ եւ կշարունակեն աջակցել Ուկրաինային, ինչպես արել են 2022 թվականի փետրվարի 24-ից։ Բոլորս ուզում ենք արդար եւ կայուն խաղաղություն, բայց խաղաղություն ուժի միջոցով։ Պետք է նկատել, որ սա նաեւ ձեռնտու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Մենք այժմ մեծ ներդրումներ ենք կատարում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ եւ ապահովում ենք այդ երկրին ռազմական հնարավորություններով։ Նիստին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ իր երկրի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Կիևի մասնակցությամբ, ինչպես եւ Եվրամիության անվտանգության հետ կապված ցանկացած խնդիր։ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք, նշել է Զելենսկին, շեշտելով, որ վերջնական համաձայնության հասնելու համար պետք է վստահ լինել, որ Մոսկվան իսկապես պատրաստ է խաղաղության։ Դա կարելի է հաստատել հետևյալ ձևով։ Ոչ մի հարձակում էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, հաջորդը կրակի դադարեցում, Սև ծովի ավազանում։ Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը, նշել է Վոլոդիմիր Զելենսկին, կոչ անելով եվրոպացի առաջնորդներին շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, երբ հարմար պահ լինի։ Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ Զելենսկին եւ մեր եվրոպացի գործընկերները հասկանան, որ ճիշտ պահն է, ասել է Մակրոնը։ Միաժամանակ նա հավելել է, որ առաջնորդների միջև խոսակցություններին պետք է նախորդեն բանակցությունները կողմերի միջև։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մակրոնը դեռևս իրական քայլեր չի ձեռնարկել Պուտինի հետ շփվելու համար, չնայած երկխոսության պատրաստակամության մասին հայտարարություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Սաուդյան Արաբիա, համաձայնագիր կնքելու Էրիադի հետ ավելի քան $1 տրիլիոն դնելու ԱՄՆ տնտեսության մեջ, ներառյալ ռազմական տեխնիկայի գնումները։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ հավանաբար այնտեղ կմեկնի 1.5 ամսվա ընթացքում։ Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները Համասի հետ բանակցություններ է վարում իսրայելցի եւ ամերիկացի պատանդների ազատ արձակման շուրջ։ Թրամփը նաեւ նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին։ Թրամփի մեկնաբանությունները հնչել են, երբ նրա մերձավոր արևելքի բանագնացը լրագրողներին ասել էր, որ վերջին օրերին Միացյալ Նահանգները ուղիղ քննարկումներ է սկսել Համասի զինյալների հետ եւ ուղերձն այն է, որ Վաշինգտոնը ցանկանում է պատանդներին տուն վերադարձնել։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ հավանաբար կերկարաձգի չինական TikTok սոցիալական մեդիայի հարթակի վերջնաժամկետը, որպիսի հանրաճանաչ հավելվածը շարունակի գործել Միացյալ Նահանգներում։ Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական զորամիավորումների Սիրիայի դեմոկրատական ուժերի խնդիրներից է իսլամական պետության գրոհայինների հայտնաբերումն ու ձերբակալում։ Մյուս կողմից անցած տարվա վերջերից Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո սրվել է պայքարը քրդական ուժերի ու Թուրքիայի աջակցությունը վայելող կազմավորումների միջև։ Այդ կազմավորումները Սիրիական ազգային բանակը կարողացան գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Մանբիչ քաղաքը Սիրիա-թուրքական սահմանից ոչ հեռու։ Այժմ երկու կողմն էլ պայքարում են մոտակայքում գտնվող եւ կարևոր համարվող Ամբարտակի համար։ Քրդական ուժերը ասում են, թե այդ մարտերը խանգարում են իսլամական պետության դեմ պայքարին։ Խնդիրը թուրքական անօթաչուների եւ նրանց կողմից իրականացվող հետախուզության մեջ է, ինչպես գիտեք, նրանք շատ տեղերում գրոհում են մեր ուղղությամբ եւ այդ հանգամանքը իսլամական պետության զինյալներին ավելի ազատ եւ հեշտ տեղաշարժվելու հնարավորություն է տալիս։ Թուրքիան Սիրիայի մարկա քրդական ուժերը դիտարկում է որպես Անկարայի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման PKK-ի մաս։ Մյուս կողմից եւ Թուրքիան եւ նրա աջակցությունը վայելող սիրիական կազմավորումները հանդիսանում են Դամասկոսի նոր կառավարության դաշնակիցները, որը փորձում է համախմբել երկիրը եւ ստեղծել ազգային բանակ։ Սիրիայի դեմոկրատական ուժերի գեներալ Մագլում Աբդին հայտարարեց, թե իրենք ցանկանում են միանալ սիրիական կենտրոնական կառավարությանն ու բանակին։ Մտադիր չենք ընդդիմություն լինել Սիրիայի նոր իշխանությանը։ Ընդհակառակը անհամբեր սպասում ենք գործընկեր հարաբերությունների մեկնարկին եւ մասնակցելու Սիրիայի նոր պետության կառուցմանը։ Աբդիի խոսքով Սիրիայի դեմոկրատական ուժերը չեն կարող մնալ այնպիսին, ինչպիսին որ կան, բայց նա խուսափեց հստակեցնել, արդյոք պատրաստ են զիջել իրենց տարածքների նկատմամբ վերահսկողությունը կամ հրաժարվել զենքից։ Միացյալ Նահանգները, որն ինչպես ասացինք, աջակցում է Սիրիայի քրդական ուժերին իսլամական պետության դեմ պայքարում, նախորդ ամիսներին չէր բացառել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերելը, սակայն քուրդ գեներալի ներկայացմամբ ԱՄՆ ռազմուժը կարևոր դեր է խաղում իսլամական պետությանը զսպելու եւ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու գործում։ Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության ներքո գործում են բազմաթիվ բանտեր, ուր ճաղերի հետևում են տարբեր երկրներում ձերբակալված իսլամիստ ահաբեկիչները։ Իսլամական պետության որոշ գրոհայիններ փախչում են գյուղեր, նրանք ցանկանում են այստեղ հերթական քաղաքացիական պատերազմը հրահրել։ Անցած տարվա դեկտեմբերին Սիրիական կենտրոնական կառավարության փլուզումից հետո ԱՄՆ զինուժը հարվածներ հասցրեց Սիրիայում գործող իսլամական պետության 75 օբյեկտներին, թույլ չտալու խմբավորմանը օգտվել իշխանության վակուումից եւ նման կերպ ուղեր ցղելով իսլամիստների հնարավոր դաշնակիցներին։ Սակայն դիտորդները նկատում են, անցած տարվա ընթացքում Սիրիայում իսլամական պետության հարձակումները գրեթե եռապատկվել են։ Մարկն ու Մարտինը տուն եկան, նշանակում է ուրբաթ է։
Տատիկն ու հայրը երեխաների հետ այս գրկախառնություններին ամբողջ շաբաթ սպասում են։ Ընտանիքը վերամիավորվում է ամեն ուրբաթ երեկո։ Կիրակի երեկոյան երեխաները նորից գնում են։ Դժվար կյանքից են նման որոշման հանգել։ 84-ամյա Ռոզատատը մի կերպ է խնամում հաշմանդամություն ունեցող որդուն, Մարկի ու Մարտինի հորը։ Կենտրոնական հոսպիտալում էր բարկած, չենք ճանաչել իրեն։ Աչքերը շարժը, բերանը ծուր, կաշին ու ոսկորը։ Դուք տեսել ու չեք ճանաչել։ Չէ, չենք ճանաչել, որ ինքն է։ Հետո իմ ձայնից, ես որ ձայն եմ տվել Արմենը Սուրա, ինքը թևիցս բռնեց, ասեց մամա, այլի այդպես։ Նու այդ օրվանից սկսեցինք պայքարել։ Աշխույժ եռանդով լի թորնիկների համար տարեց տատիկի ուժերն ու էներգիան բավարար չեն, ֆինանսական խնդիրներն էլ մյուս կողմից։ Դա է պատճառը, որ շաբաթվա մնացած օրերը երեխաներն ապրում են հորաքրոջ տանը։ Արմենի երկրորդ կինը, Մարկի ու Մարտինի մայրը շատ էր երազել երեխաների մասին։ 45-ում վերջապես մայրացել ու չի էլ հասցրել զույգ որդիներին գիրկն առնել։ Ծննդաբերությունից 2 օր անց մահացել է։ Այդ օրվանից երեխաների խնամքով հորաքույրն է զբաղվում։ Երեխաներին ես ու Արմենն ենք պահել մեծ աղջկաս հետ միասին։ Հիմա երեխաները արդեն սովորում են 3-րդ դասարանում։ Աղջիկս է մեզ օգնում։ Քորդիկը տենց օգնում է, լավ է ստացվում։ Գալիս են տեսնում ենք, իրար խոսում ենք, զբաղվում ենք շատ։ Լավ է լինում։ 30 տարի սայլակին ապրելուց հետո զինվորի տանն Արմենը լուրջ հաջողություններ ունեցավ։ Վերականգնվեցին խոսքը, քայլքը, իրեն ավելի լավ սկսեց զգալ։ Տան մի անկյունում պարապ մնացած սայլակն է հիշեցնում դժվար օրերի մասին։ Հիմա արդեն ձեռնափայտերի, քայլակի օգնությամբ կարողանում է քայլել։ Տանն էլ անպայման անում է զինվորի տան մասնագետների սովորեցրած վարժությունները, մինչև ստացիոնար բուժման հերթական հրավերը ստանա։ Հիմա ասում փառք արդեն այս որ զինվորի տունա գնում բավականին մեծ փոփոխություն կա իրեն մոտ։ Նպաստով թոշակով ապրող ընտանիքը ժամանակ առ ժամանակ օգտվում է նաև զինվորի տան սոցիալական ծրագրերից, որոնցից ձմռան ամիսներին ամենապահանջվածը տաք ձմեռ ծրագիրն է։ Իրականացվում է FRF հիմնադրամի եւ Նազ Բաշկիջյանի աջակցությամբ։ Զինվորի տունը օրինակ օգնել է գազն ենք մենք չենք մուծում, անչափ գոհու շնորհակալ ենք, խորին շնորհակալություն Նազի համար, որ օգնում է այսպիսի տղաներին։ Վերջին տարիներին միայն տաք ձմեռ ծրագրից FRF-ի աջակցությամբ հարյուրավոր ընտանիքներ են օգտվել։ Դրանք զինվորի տան շահառու առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներն են, որոնք անապահովության նպաստառու են։ Դիմահարդար, ուսուցիչ, հոգեբան, ծրագրավորող, սրանք այն մասնագիտություններն են, որոնք հաճախ ընտրում են մարդիկ, բայց կան մասնագիտություններ, որոնց համար վերջին տարիներին նույնիսկ դիմողներ չկան։ Արմատներով Արարատից իշխանը 12 տարի առաջ ավարտեց բժշկական համալսարանը եւ տեղափոխվեց Կապան։ Առաջին հայացքից հետաքրքիր, բայց բարդ աշխատանքի հետ հարմարվելը տարիներ պահանջեց։ Դատաբժիշկ փորձագետի ծանր գործի միակ սփոփանքը մեկ եզրակացությամբ մահվան պատճառը բացահայտելն է։ 12 տարի է ինչ ես ստեղ եմ, 12 տարվա ընթացքում շատ մասնագետներ են ավարտել, բայց ավարտելը ուրիշ բան է, աշխատելը ուրիշ բան է։ Դու որ ավարտում ես տեսականը տենում ես մի անգամ, 2 անգամ մասնակցում ես դիահերձման, դա ուրիշ բան է, բայց որ սաղ կյանքս ես արդեն մասնակցում, որովհետև մահվան համար շաբաթ կիրակի գոյություն չունի, մահվան համար գիշեր-ցերեկ գոյություն չունի։ Ինքը ծանր է, ինքը պատասխանատու գործ։ Ողջ մնացած անձանց փորձաքննություն, մահեր, մեղրի, քաջարան-ագարակ, այստեղ այնտեղ եւ ամենուր ցավոք ոչ լավարիտներին։ Հանրապետությունն ու մախտաբանա-անատոմիական փորձաքննության մասնագետի բացակայության պատճառով աշխատանքի բնույթն ավելի է ծանրացել։ Մեր մեծարգո Ֆրունզիկ Մկրտչյանը ոնց է ասում, սև թուղթ բաժանող։ Բայց դե կատակա, բայց դե հիմա եթե մտածում ես, այտենց է լինում։ Բացառիկ այտենց դեպքեր ելնում է, որ այդ օրը մահ չի լինում, այդ օրը դրախտ է։ Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի խոսքով 10 տարի է Հայաստանում համապատասխան մասնագետների պակաս կա։ Նրանց փոխարինում են դատական բժիշկները։ Մենք
չունենք մասնագետներ, ամբողջ մարզում, ամբողջ տարածաշրջանում կարող է լինել մեկ մարդ, որը լինի եւ դատական բժիշկը տրվյալ տարածաշրջանի եւ պատանատումը, որը իրականում բերում է ծառայության խիստ խաթարմանը։ Արել են որոշակի պետության կողմից գործառույթներ, օրինակ նպատակային կլինիկական արձինատուրայա ներդրվել, սակայն այո, դուք ճիշտ եք, դիմողները քիչ են, նաև մասնագիտության սպეციფიკությունից ելնելով, որի արդյունքում մենք ունենք այդ պատկերը։ Կյանքը գործ, գործը կյանք, տարանջատել ցավոք դժվար է, բայց 5 երեխաների հայրը նկարչությամբ է մտքերը ցրում։ Հեշտ մասնագիտություն չկա, նույնքան ծանր է սանիտարի աշխատանքը։ Ոլորտում գործողները միշտ չէ, որ համաձայն են ճերմակ խալաթ հագնելու պահանջին։ Ասում են, դա օգնելու համար է, իսկ իրենք ցավոք օգնել չեն կարող։ Դատաբժիշկները լինեն աշխատեն մոտավորապես 50%, դիահերձողները 25%։ Իրանց գործն էլ է շատ ծանր է։ Եթե ես խոսքի տենամ դիահերձողը ինչ որ մեկի վրա գորգռում է կամ ես չեմ զարմանա, որովհետև հոգեկան աշխարհը խախտվում է։ Բայց դե պետք է արվում ենք հասկանում ենք նաև այնի, որ անհրաժեշտ է, որ արվի գործողությունը։ Առանց այդ գործողության խաուս ալնելու։ Ցավոք սրտի այդ պահը առողջապահական ոլորտից բաց է մնացել։ Այո, սանիտարների պատրաստում չի կատարվում։ Մենք չենք ստեղծում այդ սանիտարներին սովորեցնելու, կրթելու, այսպես ասած, ծրագրեր, հա, որի արդյունքում, այո, նրանք եթե չլինեն, ապա փոխարինողները շատ դժվար կլինի ճարել, որովհետև ոչ հաճելի մասնագիտություն է, որին որ մարդիկ չեն գնում։ Մեր մոտ դա բաց է, կրթական ցենզ չեն ուզում եւ հատուկ պատրաստման ինչ որ ծրագրեր չունենք ճիշտ սանիտարներ պատրաստելու համար։ Դժվար ու ծանր մասնագիտությունը շատ հաճախ կանայք չեն ընտրում, բայց Հայաստանում աշխատող դատաբժիշկներ ու ինչու ոչ նաև սանիտար կանայք կան։ Տեղագործ Անժելան Կապանի պետական բժշկական քոլեջում այժմ էլ քույրական գործ է ուսումնասիրում։ Պարբերաբար գործնական պարապմունքներ անցնում բժշկական հաստատություններում։ Հստակ որոշել է, ուսումն ավարտելուց հետո սանիտար է աշխատելու։ Ամենադժվարը հոգեբանորեն պատրաստ լինելն է։ Ճիշտ է, հաճելի գործ չէ։ Այնպես չէ, որ դու հաճույքով ես գնում, մասնակցում այդ ամեն ինչին, դե բայց գիտենք, որ եթե կա կյանք, կա նաև մահ։ Իմ մեջ վախ չկա։ Դեռ փոքրիկ ունեմ, ճիշտն ասած, փոքրիկից պատճառով չեմ կարող շուտ աշխատել այդ ուղղությամբ։ Մեղրին այժմ դիահերձարան չունի, նախարարի որոշմամբ տեղի բժշկական կենտրոնի հարակից տարածքում շուտով այն կկառուցվի։ Մարզի մյուս համայնքներում էլ հարցը ուշադրության կենտրոնում է։ Եթե Մեղրիում բացվի դիահերձարանը, ապա այստեղ միակ խնդիրը, որ կարող են լուծել, արդեն ոչ թե դիակներն են բերել տեղափոխելու, այլ բժիշկն է գնալու ամեն անգամ հերձելու կա։ Դիակի տեղափոխումը առանց քննիչի որոշման չի լինում, ինչը բերում է ինչպես հիվանդի հարազատների համար ծախսատարության, այնպես էլ մեր իրավապահ մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածությանը։ Անկախ բոլոր իրավիճակներից կա ծնունդ եւ կա մահ, աշխարհը մշտական շրջապտույտի մեջ է։ Պետք է ընդունել, որ կան աշխատանքներ, որոնք ստանձնելը ծանր է, բայց չափազանց կարևոր։ Բնակարանային գողության բացահայտումը հատկապես բարդանում է, երբ մտնում են չբնակեցված տուն։ Հենց նման դեպքեր էին արձանագրվում անցած տարեվերջին ու այս տարվա սկզբին Էջմիածնում եւ մոտակա բնակավայրերում։ Այս ժամանակահատվածն էլ պատահական չէր։ Ամանորի տոներին շատերն են օրերով լքում տունը։ Նման վերջին ահազանգը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվեց հունվարի 12-ին։ Այդ օրը վերադառնալով տուն, Պտղունք գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկեազարդեր ու փող։ Քրեական ոստիկաններն ուսումնասիրեցին նաև այս դեպքի հանգամանքները, համեմատեցին նմանատիպ նախորդ դեպքերի հետ եւ բարկած առաջ քաշեցին, որ 4-ն էլ նույն անձի արածն է, որը գործում է միայնակ։ Հունվարի 12-ից հետո նման ահազանգերը դադարեցին, սակայն քրեական ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները շարունակվեցին։ Իսկ փետրվարի 27-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կասկածյալը կրկին ոտք է դրել հանցավոր ճանապարհ։ Ժամը 18-ին Էջմիածնի Արագածի 2-րդ
շուրջ զանգվածի բնակիչ 28-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Ձերբակալվելուց ժամեր առաջ դարձյալ օգտվելով բնակարանատիրոջ բացակայությունից մետաղյա լինգով բացելով Եվրոպատուհանը մտել էր Մրգաստան գյուղի տներից մեկն ու գողացել զարդատուփ։ Նա խոստովանել է արարքը, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղյա լինգը եւ գողոնի մի մասը, ժամացույցը։ Ըստ նրա զարդատուփում եղած մնացած իրերը ճանապարհին նետել է։ Հետագա քննչական գործողություններով հիմնավորվեց, որ հենց նա է կատարել նախորդ 4 բնակարանային գողությունները։ Մասնավորապես, դեկտեմբերի 30-ին ստացվել էր հաղորդում, որ Էջմիածնի Արամ Մանուկյան թաղամասում գտնվող չբնակեցված տան Եվրոպատուանը բացել, մտել եւ գողացել են 2 շիշ կոնյակ եւ ջութակ։ Հունվարի 8-ին ստացված հաղորդման համաձայն քաղաքացին եղբոր չբնակեցված տունը հայտնաբերել էր տակնու վրա արած ու թալանած։ Տեխնիկական միջոցի գործադրման բացել են Եվրոպատուհանը եւ հափշտակել թեյի բաժակներ, տղամարդու ձեռքի ժամացույց եւ 3 շիշ կոնյակ։ Հունվարի 9-ին մեկ այլ քաղաքացի հայտնել էր, որ ծնողների բացակայության ընթացքում բացել էին Եվրոպատուհանը, մտել Ոսկեհատ գյուղում գտնվող տուն եւ գողացել 1 զույգ ոսկյա ականջող, 2 ոսկյա մատանի եւ մետաղադրամներ եւ վերջապես հունվարի 12-ին ստացված ահազանգներ Պտղուն գյուղից։ Այս ամենը հիմնավորվելուց հետո դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Վաղ շաբաթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։